Եթե այս սահմանափակումները ուժի մեջ մտնեն, կոլապս կլինի։ Կառավարության շենքի դիմաց բեռնափոխադրողների բողոքի ակցիայի ժամանակ ասել է հայկական Կարիտաս միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։ ԵԱՏՄ-ի շրջանակում անդամ երկրների նկատմամբ այսպիսի տնտեսության վրա այսպիսի ազդեցություն ունեցող ոլորտի նկատմամբ չի կարող նման օրենք կիրառվել, որը խանգարում է բեռնափոխադրում իրականացնելու, սա շատ ուղիղ ազդելու է մեր տնտեսության վրա եւ 115 ֆեդերալ օրենքի այս փոփոխությունը ես կարծում եմ, որ չպետք է վերաբերվի բեռնափոխադրում, ուղևորափոխադրում իրականացնողներին եւ նրանք չպետք է դիտարկվեն որպես այն օտարերկրացիների շարքում, որոնք ուրեմն ոչ աշխատելու նպատակով գնացել են մուտք են գործել Ռուսաստանի Դաշնություն եւ պետք է տարվա ընթացքում գումարային 90 օր գտնվեն ՌԴ տարածքում։ Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնությունում խստացվել է օրենսդրությունը, որի համաձայն օտարերկրյա քաղաքացիները տարվա ընթացքում կարող են երկրում գտնվել մինչև 90 օր։